Պարոն Պապիկյան, ընդհանուր թվակազմի վերաբերյալ ասեք, ավելացում ենք ունենում, թե պակասում ենք ունենում, առանց թիվ հնչեցնելու, բայց բանի համար, եւ երկրապահի համար ասեք, մեկ էլ եթե արձագանքի հնարավորություն էլ չեմ ունենալու, քանի որ զինկոմիսարիատներից խոսացիք, նաեւ վերջին շրջանում ինձ բազմաթիվ լուրեր են հասնում, որ զինկոմիսարիատներում բազմաթիվ սպաներ դուրս են գալիս համակարգից, դիմում գրում դուրս են գալիս եւ փոխարենը լրացվում է անփորձ եւ ծառայությունից ոչ բան իմաց մարդկանցով, ուզում եի ասեք նաեւ այս ինչ խնդիր է, բայց այն թվակազմի ու երկրապահի Շնորհակալ եմ, վերջի հարցից սկսեմ, փորձառությունը տարբեր է լինում, նայած ինչի մեջ են փորձառում։ Դե երբեմն մարդիկ կարող են դադարեցնել իրենց ծառայությունը նաև նմանատիպ հարցերով։ Այսինքն փորձառությունը միայն դրական քողի ներքո դիտելը ճիշտ չի, որովհետև մենք գործ ունենք մի համակարգի հետ, ու գաղտնիք չի, բոլորը տարիներ շարունակ խոսել են այդ համակարգերի պրոբլեմատիկ լինելու համար, բնականաբար անհրաժեշտ է մաքրել այդ համակարգը հնարավոր կամ ռիսկային մարդկանցից, ինչը տեղի է ունենում, դի նորմալ եմ համարում դա։ Ինչ վերաբերում է թվականակին, ես նշեցի, որ տեղի է ունենալու հետևյալը, 1.5 տարի հետո 2 զորակոչ զորացրվելու է, բայց այն, որ բանակը կրճատվում է, դա իրականության հետ կապ չունի, ինչու։ Ինչ է տեղի ունենալու։ Սրա արդյունքում եւս 1.5 տարի հետո մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրիք, 1.5 տարի հետո զորացրվելու է 2 զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Ոչ չի պահպանվելու, տիկին Գրիգորյան։ Բայց ասել եմ ես դրա մասին, ես հարց եմ հնչեցրել, որ խրոխտ ասում եք բանակը կրճատում են։ Մի հատ հարց եկեք թվաբանությունը այդ անտերը բարդ չի։ Պարոն նախարար, հիմա այդ առիթ է, այդ թվաբանությունը հստակ նորից հնչեցնելու։ Շատ լավ։ Չէ։ Չէ, դրա համար անհրաժեշտ է այլ հարցեր լուծել, որ դրա ժամանակը գա 1 տարի։ Շատ լավ։ Հիմա դրա ժամանակը չի։ Չէ, պարզ հաշվարկ կա, ես հիմա ոչ մի բան չեմ խեղաթյուրում։ Պարոն նախարար,